Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախկին անդամ Ռուբեն Ռուբինյանն է։ Բարև ձեզ, Ռուբեն, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երեկ տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համագումարը, ընտրվեց ըստ էության նոր վարչության անդամ, նոր նախագահ եւ ուզում եմ հետեւյալ հարցից սկսել։ Փոխելով վարչության կազմը եւ նախագահը արդյոք նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը փոխելու է իր քաղաքական մարտավարությունը, թե պահելու եք հիմնականը, բայց ինչ որ այլ փոփոխությունների միջոցով փորձելու եք բերել ավելի ճիշտ շրջանցել այն ձախողումները, որոնք գրանցվեցին Վանաձորում եւ Գյումրիում ընտրությունների ժամանակ։ Նախ կուզեի նշեի, որ տվյալ դեպքում վարչության հրաժարականը եւ նոր ընտրությունները ըստ երևույթին երկու համատեքստ ունեն։ Մեկը զուտ վարչության որպես մարմնի կազմակերպչական արդյունավետությունը եւ երկրորդը որպես քաղաքական ակտ, այսինքն եթե առաջին մասը վերաբերում էր կոնկրետ մարմնի արդյունավետությանը, երկրորդը ինչ որ առումով կարելի է վերագրել քաղաքական կուրսին եւ քաղաքական պատասխանատվությանը եւ այդ առումով որոշակի մարտավարական փոփոխություններ կարող են լինել։ Եթե ցանկանաք, կարող եմ մանրամասն։ Հա, իհարկե, հետաքրքիր է հատկապես որ ոլորտներում եք փոխելու մարտավարությունը։ Հիմնական քննարկվող թեման թե ընդհանրապես քաղաքական դաշտում, թե ԿՊ համաժողովի կոնտեքստում դաշինքներն են։ Ինչ էր քաղաքացիական պայմանագրի մարտավարությունը մինչ այս։ Ըստ երևույթին քաղաքացիական պայմանագիրը պնդում էր, որ Սերժ Սարգսյանի համակարգին հաղթելու միակ շանսը մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալն էր եւ նույնը շարունակում է պնդել, բայց եթե մինչ այս քաղաքացիական պայմանագիրը կայացրել էր որոշում դաշինքների չմասնակցել, հիմնավորելով սա Հայաստանի քաղաքական պատմության մեջ մնացած բոլոր դաշինքների անարդյունավետությամբ եւ ըստ երևույթին այն ժամանակ շեշտը դրվում էր նրա վրա, որ պետք է լինի մեկ կուսակցություն, որը մյուս կուսակցությունների հետ միաձուլվելով կամ առանց միաձուլվելու կստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասի քվեն։ Սակայն փորձը ցույց տվեց, որ այս մարտավարությունը սրերով էր ընդունվում թե այլ քաղաքական ուժերի կողմից եւ որոշակի անհասկացվածությամբ էր ընդունվում բնակչության կողմից։ Նաեւ թյուր կարծիք կար, որ քաղաքացիական պայմանագիրը իրեն միակ ընդդիմություն է հռչակել, այսինքն մյուս կուսակցություններից ոչ մեկին ընդդիմադիր չի համարում, ինչը ամենևին այդպես չի եղել երբևիցե։ Այլ մտայնությունն եղել է, որ անկախ նրանից այլ ուժեր ընդդիմադիր են թե ոչ, պետք է լինի մեկ ընդդիմադիր ուժ, որ մարդիկ իմանան, որ մենք ձայն ենք տալիս այս ուժին, որովհետեւ այն իշխանափոխություն անի։ Բայց քանի որ փորձը ցույց տվեց, որ այս միգուցե չափազանց կտրուկ ձևակերպումները չեն հասկացվում կամ չեն ընդունվում այլ քաղաքական ուժերի կողմից, ովքեր քաղաքացիական պայմանագրի հետ պոտենցիալ միաձուլվող կամ միացող ուժեր են, այժմ չի բացառվում որդեգրումը ավելի երկարաժամկետ միավորման գործընթացների տրամաբանության։ Ռուբեն, կներեք, արդյոք ճիշտ եմ հասկանում, որ մինչ համագումարը կամ մինչ այդ գիտակցման ընկալումը պնդումն այն մասին, որ ինստիտուցիոնալ ընդդիմություն է անհրաժեշտ երկրում քաղաքական փոփոխություն բերելու համար, այդ պնդումից այլևս հետ եք կանգնում, որովհետև ինստիտուցիոնալ ընդդիմությունը գուցե անհրաժեշտ, բայց բավարար չէ փոփոխություններ ապահովելու համար։ Ոչ։ Պնդումը մնում է ուժի մեջ։ Մենք կարծում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն, սակայն եթե մինչ այս մենք առաջարկել ենք այս հարցը լուծել կտրուկ կերպով, այն է քաղաքական գործընթացները ծավալել այն տրամաբանությամբ, որը վերջում միաձուլումների կամ հստակեցումների հետևանքով մնա մեկ ուժ ու մարդիկ կվստահեն, այժմ կարող է փոփոխվել մարտավարությունը, այն է նորից գնալ ինստիտուցիոնալ մեկ ընդդիմության, բայց եթե դրա համար պետք են
հիմա դաշինքներ ակնկալիքով, որ այդ դաշինքը որոշակի ժամանակ անց կվերածվի մեկ կառույցի, ապա մենք կգնանք այդ ուղով, որովհետև պետք է նաև հաշվի առնել հասարակության այն մեսիջները, որ հասարակությունը ուղղում է մեզ, իսկ թիմ ընտրությունների ժամանակ ըստ երևույթին հասարակությունը քաղաքացիական պայմանագրին հղեց այն մեսիջը, որ մեր այդ մտայնությունը այնքան էլ հասկանալի չէ, այլապես ձայն կտային։ Իսկ եթե հասկանալի չէ, չնայած որ նպատակը եւ սկզբունքները մնում են նույնը, նշանակում պետք է ուղիներ գտնել այդ մտայնությունը հասկանալի դարձնելու թե հասարակությանը, թե մեր հետ համադրելի այլ ուժերի։ Շատ լավ։ Ռուբեն, ես ձեր Facebook-յան գրառումներից մեկն եմ ուզում ընթերցել, դուք հենց դաշինքներ կազմելու վերաբերյալ գրել էիք, որ միջին վիճակագրական քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայազգային կոնգրեսի եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունների անդամները ունեն 90%-ով համադրելի աշխարհահայացք եւ արժեհամակարգ։ Սա նշանակում է, որ առաջիկա ընտրություններին հնարավոր է այս կուսակցությունների միավորում, սակայն ոչ այն կերպ, ինչ պատկերացնում ենք։ Ինչ միավորման մասն է խոսքը այս դեպքում կբացատրեք։ Հենց դրա մասն էր խոսքը, տեսեք, մինչ այս դաշինքները ինչ սկզբունքով են ստեղծվել։ Առջևում եղել են մի քանի ուժեր, որոնք ինչ-ինչ պատճառով իրար հանդիպել են, ինչ որ կարճաժամկետ քաղաքական համադրելիություն է եղել եւ ասել են գնանք դաշինքով, բայց հետագա քայլեր ըստ երևույթին տեսանելի չեն եղել։ Դրա օրինակ շատ վառ դեպք է ազատ դեմոկրատների եւ ժառանգության շատ կարճաժամկետ դաշինքը։ Ես եւ քաղաքացիական պայմանագիրը շարունակում ենք կարծել, որ այդպիսի տրամաբանությամբ կազմված դաշինքը պարզապես անիմաստ է, որովհետեւ դա չի բերում ոչ մի ռեալ փոփոխության եւ նույնիսկ ոչ մի ռեալ փոփոխության շանսի չի բերում։ Ինչն է իմ գրառման իմաստը, որ եթե կա համադրելիություն, պետք է միավորումը ստեղծել այդ համադրելիության հիմքի վրա, արժեհամակարգի ու աշխարհայացքի, բայց նաեւ երկարաժամկետ նպատակներ ունենալով։ Բնական է, եթե ինչ-որ ուժի հետ չունես համադրելիություն, կարող ես կարճաժամկետ դաշինք կազմել, բայց այն դատապարտված է կարճ կյանքի։ Իսկ եթե կա համադրելիություն, դաշինքն ինքնին երկարաժամկետ դաշինքը դառնում է անիմաստ, որովհետև այլապես կդառնանք մեկ կառույց։ Շատ լավ, այդ դեպքում ինչու Վանաձորում Լուսավոր Հայաստանի հետ դաշինք չկազմվեց կամ չհայտարարվեց ինքնաբացարկ, որպեսզի Լուսավոր Հայաստանը կարողանա գնալ որպես միասնական քաղաքական ուժ, կուսակցություն ընդդիմադիր եւ վերցնել ձայների մեծամասնությունը։ Ինչու նախապայման դրվեց Լուսավոր Հայաստանի առջև գալ հայտարարություն անել, որ Սերժ Սարգսյանն է պատասխանատու ապրիլ 1-յան սպանությունների եւ իրադարձությունների համար եւ մնացած այլ նախապայմանները։ Ինչու։ Որովհետեւ ինչ նախ որոշակի էքսկուրս կատարեմ, քաղաքացիական պայմանագիրը արձանագրելով Էդմոն Մալուքյանի կոչին առաջարկեց անմիջապես ինքնաբացարկ հայտնել եւ պատրաստակամություն հայտնեց քննարկում սկսել միաձուլման շուրջ, ըստ երևույթին, եթե կատարվում են 3 պայմանները։ Ինչի են դրվել այդ պայմանները, որովհետեւ եթե մի ուժի օգտին ինքնաբացարկ ես հայտնում եւ պատրաստակամություն ես հայտնում հաջող ընթացքի դեպքում միաձուլման շուրջ բանակցել, պետք է իմանաս ում հետ գործ ունես։ Այդ 3 կետերը Սերժ Սարգսյանի լեգիտիմության չճանաչում, չէ՞, մարտի 1-ի պատասխանատվությունը Սերժ Սարգսյանը որ կրում է այլ անձանց շարքում եւ impeachment-ի նախաձեռնումը։ Այսինքն դրանք ինչեր էին, դրանք կետեր էին, սկզբունքային կետեր էին, որոնց հանդեպ վերաբերմունքը որևէ գործ չի, մեզ մոտ ձևավորում է վերաբերմունք այդ գործի նկատմամբ։ Այսինքն եթե որևիցե գործիչ ասի, որ Սերժ Սարգսյանը օրինակ պատասխանատվություն չի կրում մարտի 1-ի համար, բնականաբար քաղաքացիական պայմանագիրը չի ցանկանա ճակատագիր կապել այդ ուժի հետ։ Այս նախապայմանները ակտուալ են այսուհետ համագործակցություն սկսելու եւ 2017 թվականին միասնական ընդդիմադիր ճակատով ընտրություններին մասնակցելու համար։ Դե impeachment-ի մասով երևի թե ոչ, բայց Սերժ Սարգսյանի
ընտրվելու հանգամանքներին գնահատական տալը, մարտի 1-ին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ մնացած բոլոր Վարդան Օսկանյանի եւ մնացած բոլոր ներգրաված անձանց գործունեության գնահատական տալը միշտ կմնա ակտուալ, որովհետեւ կարող է կարծիք հնչել, որ դա պատմություն է, բան է փոխվել եւ այլն, բայց այն թե ինչպես է կոնկրետ ուժը գնահատում կոնկրետ իրադարձություններ, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել քաղաքական համակարգի վրա եւ որոնք պարունակում են հանցագործության տարրեր, շատ կարեւոր է հասկանալու համար այդ գործչի կամ ուժի նպատակները։ Եվ ուրեմն հնարավոր է, որ այդպիսի պայմաններ չդրվեն այդ ձևակերպումներով, բայց այդ հարցերի շուրջ միանշանակ պիտի քննարկում ծավալվի, եթե ինչ-որ ուժի հետ քաղաքացիական պայմանագիրը որոշի բանակցություններ սկսել դաշինքի շուրջ։ Շատ լավ, ուզում եմ երկու մեջբերում կատարել պարոն Նիկոլ Փաշինյանից, համագումարի ժամանակ արտահայտած առաջինը, անդրադառնալով Վանաձորի եւ Գյումրիի թիմ ընտրություններում գրանցած պարտությանը, նա նշեց, որ այնուամենայնիվ ունեցել են հաջողություններ, օրինակ նոր կյանքում, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիրներ կուսակցության ներկայացուցիչն է, պատճառը հետևյալն է եղել, որ չենք կարողացել նոր կյանքի մոդելը կիրառել Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունների ժամանակ։ Վանաձոր-Գյումրի ընտրություններից կարճ ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ելույթ ունեցավ եւ ըստ էության մեղադրեց հանրությանը կեղծ ընտրություններին մաս կազմելու եւ ձայներ վաճառելու կամ երկերեսայնություն ցուցաբերելու եւ խոսելով ընդդիմության օգտին, իշխանության օգտին քվեարկելու համար։ Հիմա ուզում եմ հասկանալ քաղաքացիական պայմանագիրը ընդունում է, որ չի կարողացել կիրառել մեթոդներ, որը կբերեր ձայներ, թե որովհետեւ շարունակում է մտածել, որ հանրությունն adekvat չէ ընտրություններում որպես սուբյեկտ որոշումներ կայացնելու համար։ Ես համաձայն չեմ այն գնահատականի հետ, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց հանրությանը, որովհետև քաղաքացիական պայմանագրի ստեղծման առաջին օրից անկյունակարային սկզբունք է եղել ոչ մի պարտության համար չմեղադրել հանրությանը։ Նույնիսկ դա այդ սկզբունքը մենք բերել ենք ի հակադրություն նախկին ընդդիմությունների, որոնք փոխարենը վերլուծելու սեփական սխալները մեղադրել են հանրությանը, ժողովրդին ծախվելու կամ իշխանություններին ընտրելու մեջ։ Քաղաքացիական պայմանագիրը երբեք չի մեղադրել հանրությանը եւ չի մեղադրելու։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, այո, եթե քաղաքացիական պայմանագիրը չի ստացել ընտրողների 80, 90, 50, 60%-ի ձայները, դա միայն եւ միայն քաղաքացիական պայմանագրի խնդիրն է եւ բացթողումը։ Հետեւաբար եւ գործիքակազմի մասին, քանի որ դա ձեր բացթողումն է, դուք ընդունեցիք։ Քաղաքացիական պայմանագրի գործիքակազմը հետեւյալն է, մենք ինչ ենք ասում, պետք է ինստիտուցիոնալ ընդդիմություն, ինչ է իրենից ներկայացնում ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Բոլոր համայնքներում եւ եթե խոսքը գնում է մեկ համայնքի ընտրությունում, մի համայնքում ունենալ թիմը ենթադրում է ընկալելի մարդկանց, որոշակի ունակություններ ունեցող մարդկանց քանակ, ծրագիր, այսինքն ինչ է լինելու ընտրություններից հետո, որովհետև մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որ մի ընտրեք հանրապետականին, որովհետև իրենք վատն են։ Մենք պետք է նաև ասենք, ընտրեք քաղաքացիական պայմանագրին ու բացատրենք, թե ինչու դա ծրագիրն է։ Եվ վերահսկողություն, այսինքն բոլոր տեղամասերում ունենալ բավարար քանակով վստահված անձինք։ Նոր կյանքում կարելի ասել 100%-անոց այդ ամեն ինչը ապահովված էր, այսինքն մենք ունեինք լավ տեխնացու, բավարար ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ, բավարար, որովհետև մեկ գյուղում այդքան ռեսուրս հարկավոր չէ։ Ծրագիր, վերահսկողություն։ Վանաձորում եւ Գյումրիում մենք որոշակի խնդիրներ ունեցանք, այսինքն մենք ունենք ծրագիր, բայց օրինակ մեզ բավարար ռեսուրսներ չհերիքեց այդ ծրագրերը լսելի, չէ, իրականացնել ընտրությունից հետո են իրականացնում, լսելի եւ ընկալելի դարձնելու համար։ Մենք ունենք վստահված անձիկ գրեթե բոլոր տեղամասերում, բայց չենք հասցրել նաեւ ռեսուրսների պակասության պատճառով բոլորին
բավարարչափով նախապատրաստել, չնայած այս դեպքում Ռուբեն, կներեք, բայց վստահված անձանց է հենց խոսքը վերաբերում։ Տեղամասերում վստահված անձինք կամ դիտորդներ կամ լրագրողներ այլևս այնքան ակտուալ չէ, որովհետև ըստ էության ընտրակեղծարար process-ները եւ ընտրակեղծիքները տեղի են ունենում ընտրատեղամասից դուրս։ Քաղաքացիական պայմանագիրը սրա մասին մտածել եւ որոշակի գործիքակազմ ունի դա կանխելու համար։ Նախ ինչու ակտուալ չեն, որովհետև կա վերահսկողություն։ Հա, հենց դրա համար տեղափոխել են տեղամասից դուրս։ Ուզում ասեմ, դա նշանակում է, որ միևնույնն է պետք է վերահսկողություն տեղամասերում, որովհետև եթե չլինի վերահսկողություն, նորից ակտուալ կդառնա։ Իսկ ու համաձայն եմ, հա, որ խախտումների մեծ մասը տեղի են ունենում տեղամասերից դուրս, բայց այստեղ պետք է տարբերակել, ես անձամբ օրինակ տարբերակում եմ երկու տեսակի ընտրախախտում։ Մեկը տեխնիկական բնույթի ընտրախախտումներն են, որի համար պետք է ընդամենը մեկ հանցագործ անձնավորություն, որը կաշխատի իշխանությունների համար ու օրինակ լցոնում կանի կամ մարդ կծեցի կամ լրագրողի աշխատանք խոչընդոտի եւ այլն եւ այլն։ Սրա համար այսինքն պետք է մի անձի կամ մի քանի անձանց կամ մի խմբի մասնակցություն։ Երկրորդ մասը, ինչը տեղի է ունենում տեղամասերից դուրս, տեղի է ունենում ժողովրդի մասնակցությամբ, այսինքն այո, կա ընտրախախտում, դա քրեական հանցագործություն է, ասենք, ճնշում գործադրելը կամ ընտրակաշառք վերցնելը եւ տալը, բայց միևնույն ժամանակ դա պետք է խոստովանել, որ կա տեղի է ունենում ընտրություն։ Քաղաքացին ընտրում է ընտրակաշառք վերցնելու տարբերակը։ Եվ դրա եւ զուտ տեխնիկապես դա կանխել անհնար է, այսինքն անհնար է մանավանդ այն դեպքում, երբ ոստիկանությունը բարձի թողի վիճակում է եւ ըստ երևույթին պաշտպանում է իշխանությանը, անշնորհակալ գործ է փորձել փողոցներով կանխել դա, բայց կա կանխելու մեկ տարբերակ, ու շատ ռեալ տարբերակ։ Դա մարդկանց համոզել եւ հասկացնելն է, որ իրեն, անձամբ իրեն այդ մարդուն ավելի շատ ձեռք է տալիս ընտրել մի ուժին, որին ինքը հավատում է եւ որը շանս ունի ռեալ համակարգային փոփոխություններ բերելու, քան թե վերցնել այդ 5000 դրամը։ Եվ եթե նա որոշում է վերցնել այդ 5000 դրամը, չի կարելի այդ մարդկանց մեղադրել, որովհետեւ նա 5000 դրամը գերադասել է տվյալ քաղաքական ուժի տված կամ հիպոթետիկ քաղաքական product-ին։ Շատ լավ, եւ վերջին հարցը։ Վարչության անդամ ըստ էության կեսից 13-ից 6-ը ընտրվել են հին անդամները։ Ինչու ամբողջությամբ չթարմացվեց վարչության կազմը։ Դավիթ պետք է պատվիրակներին, որովհետև ընտրությունը այդպես եղավ։ Պատվիրակներն իրենք առաջադրեցին եւ իրենք ընտրեցին։ Եղան մարդիկ, ովքեր չառաջադրվեցին, եղան մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ եթե առաջադրեն, ինքը ինքնաբացարկ կհայտարարի։ Ինչու 6-ը այնուամենայնիվ որոշեցին մնալ վարչության կազմում։ Դա սովորական process է, նախկին վարչությունը հրաժարական տվեց որպես մեկ մարմին, ինչը ամենևին չէր ենթադրում, որ այդ վարչությունում ընդգրկված մարդիկ իրավունք չունեին նորից առաջադրվելու։ Արդյունքում առաջադրվեց 20 անձ, որոնցից 7-ը հին վարչությունից էին եւ այդ 7-ից 6-ը վերընտրվեցին եւ ժողովրդավարական համակարգում, իսկ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ժողովրդավարական կուսակցություն է, ամեն ինչ որոշվում է պատվիրակների քվեարկությամբ եւ պատվիրակների քվեարկությամբ որոշվեց, որ նախկին 7 անդամներից 6-ը պետք է վերընտրվեն եւ պետք է վերընտրվեն եւ պետք է ընտրվեն եւս 7 հոգի։ Լավ, շնորհակալ եմ Ռուբեն զրույցի համար, շնորհակալություն նաեւ ձեզ, շարունակեք հետեւել Civilnet-ին։